Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն հարցի համար, ես անուն չեմ նշել եւ որովհետեւ տեսեք, ես ինչի համար ասեմ։ Մենք խնդիրը քննարկել ենք նիստի շրջանակներում, նիստի ձայնագրությունը տեղադրված է, այսինքն ես միտումնավոր, որովհետեւ ես այսօր, այսինքն այդ ինչ որ քննարկվել է, որ կազմակերպության հետ դիտորդական առաքելության հետ կապված է, ինչ է քննարկվել, իրենք ինչպես են բարձաբանել, մենք ինչ հարցեր ենք տվել եւ սա ամենը կա, ես ուղղակի խնդրին մասին ես խոսեցի, ես ամենևին նպատակ չունեմ, ասենք, որևէ կազմակերպության կամ դիտորդական առաքելության անունը արդեն այս հարթակում այս ձևաչափում հնչեցնելու, որովհետեւ երբ որ ընտրությունները կնշանակվեն եւ դիտորդական առաքելությունները կգան գրանցվելու, այդ ժամանակի գնահատվելու իրենց վարքագիծը եւ ամենևին ես ձեր տպավորությունը ասում եմ անհիմն է, որ որևէ մեկին ասենք կանխակալ չեն գրանցելու, ոչ, բայց մեր պահանջակ կոնկրետ այդ օրը եղել է, որպեսզի դիտորդական առաքելությունները եւ քաղաքական ուժերը, ասեմ, կամ քաղաքական գործունեություն ծավալու քաղաքական գործիչները տարանջատվեն։ Ընդհանրապես բոլորը ազատ են զբաղվել քաղաքականությամբ եւ շատ լավ են անում, որ զբաղվում են։ Ես դա ասել եմ նաեւ նիստում։ Բայց երբ որ զբաղվում ես քաղաքականությամբ, գալիս որպես դիտորդ հավատարմագրվում ես եւ օրերի տարբերությունը ընդամենը հավատարմագրվելու եւ քաղաքական ելույթի 1 օր համացանցով ասենք հարցազրույցը որ տարածում օբյեկտիվորեն նույն անձն է, հասկանու՞մ եք, նույն օբյեկտիվորեն արդեն տպավորությունը, որ քաղաքական գործիչ դիտորդ, այսպես ասենք, էլի, ու արդեն ընդհանուր դիտորդական առաքելության այս ինստիտուտը տուժում է, ինստիտուտն է տուժում, որովհետև եթե զուտ նայենք ընտրական համակարգի տեսանկյունից, ես կարող եմ մի բան ասել, որ ընտրական համակարգի տեսանկյունից նման դիտորդությունը, եթե օրինակ ընտրական համակարգը խնդիր ունի իր թերությունները օրինակ քողարկելու։ Նման դիտորդությունը շատ ձեռնտու է, ես կարող եմ ասել, որովհետև երբ որ քաղաքական գործիչ դիտորդություն է իրականացնում, ինքը միանգամից իր գործունեությունը որպես դիտորդ բոլորի մոտ ընկալում է սուբյեկտիվ, դա ոչ միայն մեր մոտ, ձեր մոտ, հանրության մոտ, որովհետև նույն մարդը, որը որ մի քանի օր առաջ որպես քաղաքական գործիչ ելույթ էր ունենում, հետո գալիս է որպես դիտորդ, անկողմնակալության դիրքերից է սկսում խոսել, ինքը որպես դիտորդ այդ ինստիտուտը արժեզրկում է։ Մեր խնդրանքը հորդորը, որպեսզի դիտորդները եւ քաղաքական գործիչները տարանջատվեն